Համակարգչային խաղերի վտանգների մասին հայտնի է թերևս շատերին։ Վերջերս մի խումբ մտահոգ ծնողներ այս ամենը գիտակցելով դիմել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, խնդրելով ուսումնասիրել և հնարավորության սահմաններում առաջարկել խնդրի կարգավորման կամ վերահսկման մեխանիզմներ։ Ստեղծել ենք միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ավելի մեծ շրջանակ է փակում, խումբը միտված է երեխաների առցանց անվտանգության եւ պաշտպանության ուղղված աշխատանքների համակարգմանը, մեջը մտնում է մեր նախարարությունը եւ խմբի ղեկավարն է մեր նախարարը, եւ նաեւ ԿԳՄՍ-ն նախարարությունը, սոցիալը, առողջապահությունը, ՄԻՊ-ը, արդարադատը եւ սոցիալը։ Խնդիրը բազմաշերտ է, պնդում են գերատեսչությունում, այդ իսկ պատճառով այն թիրախավորելու, ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար ժամանակ է հարկավոր։ Վերջերս մտահոգություն է առաջացնում նաեւ TikTok հարթակը, իսկ խաղերից մասնավորապես Roblox-ը։ Լես պահի դրությամբ հստակ որոշում, որևիցե խաղ, որևիցե սոցիալական հարթակ այս պահի դրությամբ արգելափակելու հստակ որոշում չկա։ Մենք կողմնակից ենք ավելի խորը ուսումնասիրության, մենք աշխատում ենք աշխատանքային խմբով, աշխատում ենք մեր UNICEF-ի գործընկերների հետ, կլոր սեղան ձևաչափով կանչել ենք ծնողներին, ընդ որում գրել ենք, դիմել ենք տարբեր կարծիքներ, արտահայտած ծնողներին, բայց մեր հանդիպումը ծնողների հետ, ինչպես նաև մենք հանդիպում ենք ունեցել ու ունենում տարատեսակ հենց սոցիալական պլատֆորմների հետ, Roblox-ի հետ էլ ոչ ֆորմալ էսպես զանգենք, տեսակապով ունեցել, մեր մտահոգություններն էլ ենք հայտնել, ինքը off record, ժողովեր, այսպես ասած, ուղղակի մենք որպես նախարարություն ուղիղ կապի մեջ կարող ենք էլ ունենք այդ հնարավորությունը գտնվելու սոցիալական հարթակների on-line խաղերի ընկերությունների հետ։ Նախարարությունից հույս են հայտնում, որ համատեղ ջանքերով կգտնեն հավասարակշռված լուծումներ, չխոչընդոտելով տեխնոլոգիական զարգացմանը, բայց միաժամանակ պաշտպանելով երեխաների շահերը։ Եթե այնուամենայնիվ մեր դիտարկումները, մեր շփումները, մեր վերլուծությունները ցույց կտան, որ որոշակի կտրուկ քայլեր պետք է անել, կդիտարկենք։ Եթե ցույց տան, որ կարելի է ավելի ընդհանուր ճանապարհով գնալ, ավելի շատ տեղեկատվական արշավներ, կրթություն, թվային գրագիտություն, միգուցե այդ ճանապարհը ընտրեք, հիմա հստակ որոշում նախարարությունը չունի։ Ծնողները մտահոգված են հատկապես անչափահասների շրջանում խաղերից կախվածությունից, ագրեսիվ վարքագծից եւ ուսման նկատմամբ հետաքրքրության նվազումից։ Այս ամենի հետ համակարծիք են նաեւ պրոֆեսիոնալ խաղացողները, սակայն նրանց պնդմամբ դեռահասներին առնչվող հարցերը մեծ մասամբ ծնողների պատասխանատվության շրջանակում են։ Չի կարելի երեխային ուղակի տալ հեռախոսը կամ ուղակի գնել համակարգիչ այդ բանին զբաղացնելու համար, հետո բողոքել վատ կողմերի մասին։ Ես ամեն օր առնչվում եմ այդ խնդրի հետ։ Ես նույնիսկ որ ուղիղ եթեր եմ անում, տեսնում եմ չաթում երեխաները ինչեր են գրում։ Ու ըստ դրա ես միանգամից ամբողջ պատկերը իմ առաջ է, թե ծնողները ինչքան են անտարբեր այդ երեխայի հանդեպ։ Լինելով փորձառու սթրիմեր, երիտասարդներին հայտնի Saint Hove-ը խոստովանում է, մի պահ կորցրել էր ժամանակի զգացողությունը, այսօր արդեն տարանջատում է անձնական եւ աշխատանքային ժամերը եւ վստահ է, կարգապահությանը հետեւող երիտասարդները դժվար թե լուրջ խնդիրների բախվեն։ Խորհուրդ կտամ ամեն ինչ անել չափի մեջ, իսկ ծնողները, եթե իհարկե հիմա երեխաներին է խորհուրդը հղվում, նաև ծնողներին խորհուրդ կտամ, որ շատ խիստ պիտի հետևեն, թե ինչով է զբաղված երեխան ցանկացած վայրում, ցանկացած պարագայում, քանի որ երեխան կարող է թե տուժվել խաղերից կամ սոցցանցերից, ծնողի անտարբերության պատճառով եւ թե կարող է հասնել մեծ հաջողությունների, նույն կիբերսպորտում կամ YouTube-ում, ինչպես ես օրինակ։ Բացասական եւ վտանգավոր լինելուց զատ համակարգչային խաղերը կարող են նաեւ դրական ազդեցություն ունենալ, զարգացնել արագ արձագանքելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, օտար լեզվի իմացությունը։ Այսպիսով, խնդիրը ոչ թե խաղն է, այլ չափը եւ վերահսկողությունը։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։